որոշել եք ում եք ընտրել ընտրություններին։ ՔՊ-ին։ Ինչու։ Լավ եմ անելու։ Չէ, նկատմամբ ինչա։ Որովհետև ՔՊ-ն ժողովրդի համար մտածող պետության համար մտածող կուսակցությունն է։ Իսկ թոշակների բարձրացման ու առողջական ապահովագրության մասին ինչ կասեք։ Հոյակապա անձամբ ինձ իմ ընտանիքին այսենց բավարարում է։ Նման տիպի պետություն կառավարություն երբեք չի եղել։ Սա հրաշք է։ Խաղաղությունը ջանիկս բոլորս էլ ուզում ենք խաղաղություն լինի։ Դե թող նախկինները կարային խաղաղություն հաստատեին, չէին կարա։ Ես դեռ չեմ որոշել եւ անգամ իրենք էլի չեն որոշել ով է լինելու։ Դեռ ագին ժամանակ կա, ասում եք ընդդիմություն, դեռ իրենք էլ չեն որոշել, դեռ իրենք չեն որոշել, թե ով է առաջա դրվելու, մենք ոնց կարանք որոշենք։ Քոչարյանի գրեխներն այնքան շատ է, որ ինքը փոխանակեթա ոնց են ասեմ, մեղքերի թողություն անի, կամ էլ ինքը պիտի 10 տարվա մեջ արած ալներ այդ մեղքերի, Աստված մեծ է, նա ներում է, բայց չի էլ գնում, որ մեղքերի թողություն անի։ Ավելի շատ իշխանությունը, Ինչու։ որովհետև այն ինչ որ արել են, հաշկով տենում ենք։ Ապահովագրությունը մենակ ամեն ինչ արժի։ Շինարարություն, բարեկարգում, բակերի ամբողջ ասենք անում են մարդիկ, դպրոցներ, մանկապարտեզներ, ինչքան որ կարում են, միանգամից Մոսկվան չի կառուցվել։ Այնպես որ ժամանակի ընթացքում կարևոր է այս 2 տարիա կրակոցներ չկան, զոհեր չկան։ Ինչ կարող եմ ասել։ Դրանից լավ բանել բան կա։ Քոչարյանը հազիվ ենք բրծել, ինչ Քոչարյան ցավը տանեմ։ Դե Սամվել Կարապետյանը բիզնեսի մարդ է ինքը, հասկանում ես։ Հենա Տրամպը բիզնեսի մարդ է, ինչ արեց։ Դե մտքով ինչ անցնում է, անում է։ Փաշինյանը կընտրվի։ Կընտրվի Փաշինյանը, որովհետև մարդկանց խաղաղություն է պետք։ Հա, հասկանում եմ, ինչ որ զիջումների գնով, ինչի գնով որ է, բայց կյանքը շատ թանկ բան է։ Որ ծնողը կուզի իր զավակը տանեն բանակ զոհվի։ Ոնց որ 4000-ից ավելի մեր երիտասարդները զոհվեցին, 4000-ից ավել աղջիկներ մնացին առանց ամուսին։ Դե բանակը մի քիչ բարդ կառուցվածք է, հասկացողությունը։ Կամաց, կարևորը որ այն զենքերով, որով մենք ասենք կռվում էինք, հիմա նոր ժամանակակից զենքեր են, ֆրանսիական, հնդկական, պակիստանյան, հասկանում եք։ Փաշինյանին ում։ Ինչու։ Նորմալ ապրում ենք։ Վերջապես ամեն ինչը լավ, դեպի լավը, որ սահմանում ոչ մի զինվոր չի մահանում, դա արդեն խաղաղություն է։ Շատ ընտիր է, ես թոշակառու եմ Բաքրս։ Օգտվում եք։ Ես Ռուսաստան եմ, նոր եմ եկել։ Հա, բայց այստեղի քաղաք։ Բայց գալու եմ ստեղ, հա, ստեղ քաղաքացի եմ։ Բայց ստեղ եմ գալու։ Այնտեղ արդեն հետաքրքիր չի։ Ստեղ հետաքրքիր է։ Դե հիմա պատմության մեջ տենց երևի աշխարհում չկա պատմություն, հիմա Փաշինյանը որ գնում է գյուղերը, ժողովրդի հետ տենց մոտիկա փաթաթում, բոլորի հետ երեխեքն են կարամում, այդպես կարակ օրինակ բերեք, որ աշխարհում որտեղ կա, որ երկրում տես։ Էդի вообще հրաշք է, էդի ես նայում եմ, միշտ նայում եմ Մոսկվայում, նայում ուրախանում, պարտանում եմ, այդպես դպրոցները, այդպես մանկապարտեզները, հիմա գյուղում ժողովուրդը արդեն կզգա իրան մարդ ոնց պես։ Ու կանայք կգնանք աշխատեն։ Իսկ այդ երեխեքը այդպես մակարդակով այդպես մանկապարտեզում որ մեծանան, ինչ իրանք էլ ավելի կիրթ կլինեն, չէ։ Հա բայց հենց Քոչարյանի վախտով չէ, երկիրը sense դատարկվավ։ Դրա խաթր մենք ելանք գնացինք, չէ՞ ստից։ Որ լավ լներ կմնայինք էլ։ Շատ վատ վիճակում։ Որ սա իրանց ձեռներ մնացածներ իրանց ծառաներն էին կամ է փախնում էին։ Հնարավոր չէր ապրել։ Չէ՞ իր ինչ գործն է հիմա Սամվել Կարապետյանը։ Վայ, ես ինչ դժվար բան ես ասում։ Ում ընտրեմ։ Իսկ այս առողջական ապահովագրության թոշակների բարձրացման խաղաղության մասին։ Դա ապրի Փաշինյանը։
Գոնե մի լավ բան արեց։ Հալա լինի։ Այս առողջական էս բուժումները որ մարդիկ ես չեմ տեղը, չգիտեմ, բայց դե ասում են, լսում ենք, գոյ են, շնորհակալ են, չգիտեմ։ Մարդիկ որ մի բանից գոյ են, ուրեմն գոյ են։ Կյանքում չեն սուտ խոսա, կյանքում այն մեկի նման չեն խափի ժողովրդին։ Այդ տենց է, մեր երկիրը տենց է, իմ աղջիկ չգիտեմ։ Մեր երկիրը այդ վիճակի մեջ է։ Խաղաղություն շատ լավ է, ինչ վատ է։ Փառք Աստծո, երեխեքները սաղի իրանց տները, ծառայողը ծառայում է, նորմալ, ախու վախ չկա։ Այն ժամանակ չէին կարում տները նստեինք, վայ, երեխին խփին, վայ, ոնց եղա, վայ, ինչի տակ մնաց, վայ։ Մի հանգիստ էինք, խաղաղ։ Էլի ապրի Փաշյանը։ Հա, էլի ինքա, էլի Փառք Աստծո, մի ինքնա ով է, բայց դե ղեկավարի սրացրությամբ ինքնա այդ խաղաղությունը հաստատի։ Հալա լինի իրան։ Այդ կարամ ասեմ։ 2-3 անգամ նայել եմ, շատ լավ ընդունում են։ Որպես լավ ղեկավարի ընդունում են։ Ասենք որ վատ լինի չէ, դե գիտես ոնց մի մարդը բոլորի համար չի կարա լավ լինի։ Այդտենց ղեկավարը հələ չի եղել ու չի լինելու։ Մարդը ինչ կարում է, ինչ կարացել է, այն արի։ Հիմա ես ավել բան կարամ անեմ։ Չէ։ Ինչ կարում եմ ես փետը մախեմ խոսքի։ Իմ գործը այդքան կարամ անեմ, բայց բոլոր համար չեմ կարող անեմ։ Հիմա ես ղեկավարություն է։ Այս ղեկավարությունը որ կուզես իմանաս իմ աշիկ, պետք է սաղ հայեն։ Սաղն էլ այն այլած չկա։ Սաղ պետք է համախմբեին, սիրուն ակուրատի մի կուսակցություն ստեղծեին, որ ես էլ պարտանայտու էլ չի ասում, ես Քոչայանական եմ, մեկ ասի ես Սերժական եմ, մեկն ասի ես Լևոն Տեր-Պետր վերջ, ում որ ճանաչում ենք։ Մի կուսակցություն լներ, ղեկավար էին, մեկ էլ լավից վատից նորմալ կապրեինք։ Էլի է մի փառք ասում, ոչինչ, չենք բողոքում։ Ապրում ենք էլի, բանվոր մարդ ենք, բայց ինչ։ Ոչ քրիշկա ծերներես, ոչ թակավորություն, ոչ էլ ապրում ենք, մեր աշխատավարձով մեր գոյենք, լավ, վատ գոյենք, էտա, իմ երկիրը էտա, ուրիշ երկիրը գիտես հենց եսի միչ, հլը պարկ մեր մոտ, նայում ենք ինչա կատարվում։ Որովհետև երկիրը շենացնում է։ Ընդհանուր առողջապահության համակարգից ես որ գոհ է, որովհետև ասենք իմ առողջական վիճակն այնպես է, ես հաճախ եմ դիմում եւ ասենք մինչեւ հիմա ամեն ինչ անվճար են արել։ Ամեն ինչ անվճար է եղել։ Այսինքն այդ համակարգը եթե բոլորի համար այդպես է, դրանից լավ բանը ո՞րն է։ Լավ է։ Եթե բժիշկը դեղերակներ կա որ տարնեմ, մի անգամ ստացել եմ։ Կենսաթոշակը սա լուրջ բարձրացում էր, երբեք 10,000 դրամով բարձրացում չէր եղել։ Ես 10,000 համարը 10,000 դրամ որ բարձրացել, դա բավական լուրջ մեր բյուջեի հաշվարկներից ելնելով դա բավականին լուրջ մեծ թիվ է, էլի։ Հիմա դա ինչ ասենք, դրամ ասենք, հա, քիչ է։ Ասենք թե որ մարդը կենսագործունեությունը ապահովի, նորմալ ապրի եւ այլն, բայց դիմա էս է, հնարավորությունները էս են։ Դա մասով էլ դες բան չկա։ Այո, Նիկոլ Փաշինյանին։ Որտեղ ինքը անփոխարինելի շատ լավ մեծ ղեկավար է։ Ինչ կարելի ասել խաղաղության մասին, ամենադերականը։ Իմ տղան պատերազմին մասնակցել է, դրա համար այդ օրերը ոչ մեկին չեմ ցանկանում, որ ապրել է։ Բոլոր կետերով էլ իր հետ համաձայն են, որտեղ անում է Հայաստանի ժողովրդի համար, Հայաստան երկրի համար, անկախ Հայաստան։ Քոչարյանին տեսել ենք էլի քանի անգամ բանակցից։ Կրկնենք նորից, չենք ուզում կրկնվի, կբանակցել է ինքը իր համար էր բանակցում։ Այն բանն էլ ինքը քիչ կապ ունի Հայաստանի հետ։ Սամվել Կարապետյանը heç կապ չունի Հայաստանի հետ։ Իչուվա լավ չի, ամեն ինչ լավ է, ինչն է վատ։ Ինչ արվում է, անում է, էլի բողոքում են, այն որ ինչքան կարելի է։ Մենակ դրականներ էլ, մենակ հա կարող է սխալներ կա, բայց դա ինչ ամեն երկրում էլ սխալ կա, բան կա, բայց որը ասենք, որ բանանեմ հաշվեմ ինչքան բան արեմ, մի ժամ չի երիքի։ Դե ճանապարհը դպրոց սարքում, մանկապարտեզ սարքում, կրթությունն ամենակարևոր։
Իրանք իրաց ամենաթույլ կողմերն է, որ իրանց արածը չեն կարողանում ռեկլամանեն։ Օրինակ Վազգեն Սարգսյանի ակադեմիան ավարտելուց հետո որ 3 սենյականոց տուն են ստանում երիտասարդները, որ հնարավորություն է որ վաղամիսներ իրանք ամուսնանան ընտանիք կազմի, որտեղ բավականին շատ երիտասարդ կա, որ տուն չունի, որ ամուսնանա, ընտանիք ստեղծի։ Այդ իրայդ չեն կամ ռեկլամանեն, որ 3 սենյականոց բնակարան են տալ այդ երեխան, այդ երիտասարդը կարող ամբողջ կյանքում չկարողանա աշխատել այդ 3 սենյականացի համար, ինքը ստանում է բարձրել աշխատավարձա բանակում ստանալու։ Իսկ ընտանիք կազմելը ինչ, ընտանիք կազմելը երեխաներ են ծնվելու, մեր ազգն է շատանալու։ Ինչ արել, բոլոր աշխարհի բոլոր երկրները հետ էլ նորմալ հարաբերություն ունի, երբ էր առաջ sense բան եղել։ Որ ասենք բոլորի հետ հավասարը հետ նստում խոսում է։ Դες բան ես չեմ տեսել ոչ նախկին ղեկավարների մոտ ամեն ինչը վաճառվեց, բանակում քայքայվեց բանակը այսօր էլ ասում են ինքն է մեղավոր հանձնելա, ոնց է ինքը մեղավոր։ Բանակցել արդեն այնքան էին բանակցել, որ բանակցելու տեղ չկար։ Բանակցելու տեղ արդեն չկար։